Հաղթանակների մայիսը բազմաթիվ վանաձորցիների կրկին համախմբեց։ Մեծ հայրենականի հուշակոթողի մոտ պատերազմի բովով անցած ծերունի վետերաններն են, արցախյան հերոսամարտի մասնակիցներն ու նրանց գործը հիշողության մեջ վառ պահած ծերունդները, ովքեր եկել են խոնարհվելու հայրենիքի պահապանների առջև։ Քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Կուգարաց թեմի առաջնորդի ձեռամբ կատարվում է հոգեհանգստի կարգ։ Ալեքսանդր Խաչատրյանը 17 տարեկանում մեկնեց պատերազմ, հասավ մինչև Ստալինինգրադի մատույցները, մինչև Կիև, երկրներ ու քաղաքներ ոտքի տակ տալով մինչև Գերմանիա հասած հրամանատարը միայն խաղաղության մաղթանքներ է հղում ազատ հայրենիքի բնակիչներին։ Ազատություն, առողջություն եւ առանց կռվի ապրել այնպես ինչպես իսկական Աստծո մարդուն է տվել։ Այդ հետ ապրել որելի լավ է, թե մեկը մեկու հետ կռվելով զատ չի լինի, վատ կլինի։ Մարգարիտա Նորատունկյանն էլ այն հերոսահյուհիներից է, ովքեր միանգամից երկու ճակատում կռիվ էին մղում Գերմանիայի եւ Ճապոնիայի դեմ։ Զենիթահրետանային գնդում տիկին Մարգարիտան կապավոր էր, պատերազմի երկրորդ կարգի Մարշալ Բաղրամյան, Ռուսաստանի Դաշնության պատվո մեդալ եւ այլ հեղինակավոր մեդալներ զարդարում են համազգեստը։ Ահավոր տանջալի օրեր էին, հիշում է ոչ առանց հուզմունքի։ Մեր հանրապետությունից 500 աղջիկ համալրեց Լենինգրադի 352 զենիթահրետանային գունդը 500 աղջիկ Հայաստանից, որովհետև Հայաստանում տղամարդ չէր մնացել։ Մենք ինչպես պետք նա, ուրեմն արդարացրինք մեր հանրապետության պատիվն ու հարգանքը։ Ապրիլի 30-ին ժամը 14:25 րոպեին Ռայխստագի վրա ծածանվեց հաղթանակի դրոշը։ 1945 թվականի մայիսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Տասնամյակներ անց հայը կրկին կենաց ու մահու կռիվ է տալիս այս անգամ արդեն հայրենի փոքրիկ հողակտորի համար։ Թեկուզարյան գնով մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ այստեղ էլ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը։ Շնորհավորում եմ մեր հայ ազգին, քանի որ այսօր հաղթանակի 67-րդ ամյակն է, առաջերտին մեր վետերաններին, հայրենական պատերազմի, շնորհավորում եմ մեր ազատամարտի մասնակիցներին, երեգել լրացավ մեր Շուշի ազատագրման տարելիցը եւ երկրապահի բոլոր ողջ անձնակազմը։ Շնորհավորում եմ հայ ազգին, մասնավորապես վանաձորցիներին փառահեղ հաղթանակի կապակցությամբ, կոչ եմ անում բարձր պահել հաղթական ոգին։ Մայիսյան հաղթանակների տոների մեկնարկը տրված է, անմարդ կրակի մոտ հաղթանակների հիշողությունը եւ նորերը կերտելու հավատը։ Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը 250-ից 300։ Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրեց նաեւ մերձակա բնակավայրերը, հասավ Հայաստանի Հանրապետության սահման։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Մոլորակ։